Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Քննարկման համար թեման, որ այսօր առանձնացրել ենք, վերաբերում է մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում անցյալ տարեվերջից սկսված քաղաքական գործընթացներին, որոնք վերաճեցին ներքին բախումների եւ միջազգային մեծ արձագանք գտան։ Դրանում ներգրավվեցին տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային տարբեր տրամաչափի դերակատարներ եւ ստեղծվեց քաղաքական մի գործընթաց, որը լի է վայրիվերումներով, որը լի է տարբեր վտանգներով։ Այսօրվա քննարկման համար սիրով հյուրընկալել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ պարոն Արմեն Պետրոսյանին եւ Թեհրանում լույս տեսնող Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանին։ Շնորհակալ եմ պարոն Ալիք հրավեր ընդունելու եւ այստեղ գտնվելու համար։ Պարոն Պետրոսյան, եթե փորձենք առանձնացնել այս վերջին զարգացումները, որոնք սկսվեցին դեկտեմբերի վերջից եւ փորձենք համեմատել նախորդ զարգացումների հետ ներքաղաքական, Իրանը ցավոք սրտի հայտնի է հատկապես վերջին շրջանում ներքաղաքական լարված դրսևորումներով, տարբեր բախումներով, ընդհանրապես ներքաղաքական լարված մթնոլորտի, այսպես ասած, ժամանակային դրսևորումներով։ Ինչով էր ներկա լարվածությունը տարբերվում նախորդներից եւ ինչ առանձնահատկություններ կային։ Շնորհակալ եմ, իրականում իմ գնահատմամբ առաջին ակնհայտ հատկանիշ է տարբերությունը նախորդ գործողությունների հետ կապված, այս բողոքի գործողությունների որոշակիորեն անակնկալ լինելն էր, չնայած որ 12-օրյա պատերազմից հետո ակնհայտ երևում էր, որ արտաքին խաղացողները Իրանի հակառակորդ Միացյալ Նահանգները, Իսրայելը, որոնք մեծ հաշվով 12-օրյա պատերազմը դադարեցին, որտեղ երկրի ներսում process-ներ չկարողացան հրահարել, այսինքն պատերազմի նպատակների մի հատվածը լուծեցին, խնդիրների մի հատվածը լուծեցին, միջուկային եւ ռազմական ներուժին զգալի վնաս հասցնելով, իսկ այդ վերջնանպատակը, որը գոնե հայտարարում է Իսրայելի կողմից, որը վարչակարգի փոփոխությունն է, դրան չկարողացան գնալ, չունենալով ուրեմն ներքին բավարար նախադրյալներ, պայմաններ, որպեսզի այդ ուղղությունը ևս առաջ մղեն։ Եվ ակնհայտ էր այդ ժամանակահատվածից, որ գոնե առնվազն առաջիկա 3 տարիների ընթացքում, քանի դեռ Դոնալդ Թրամփի վարչակազմն է իշխում Սպիտակ տանը եւ Իսրայելում էլ եթե շարունակվի Նեթանյահուի կառավարումը իհարկե ընտրություններից հետո, այս գործողությունը, այսինքն այս միջավայրը ձևավորեն ուղղված քայլեր իրականացնել են։ Այսինքն Իսրայելը փորձելու է այս 3 տարիների ընթացքում լուծել իր համար այդ գերխնդիրը։ Այս տեսանկյունից բնականաբար կանխատեսելի էր, որ որոշակի փուլում նման գործողություններ արդեն հրահրվելու են։ Բայց այդ գործողությունները եղան շատ ավելի վաղ, քան պետք է լինեին։ Ինչու եմ այս ընդգծում, որովհետև տեսեք, այնուամենայնիվ մենք տեսանք, որ բողոքի գործողությունների հետ կապված, չնայած Միացյալ Նահանգների շատ ակտիվ ներգրավվածություն, գոնե ռետորաբանության մակարդակում, Իսրայելի կողմից ներգրավվածություն ներսին ինչ որ գործակալական ցանցերի գործարկմամբ, բայց մեծ առումով երկու երկրներն են եւ ընդհանրապես տարածաշրջանը պատրաստ չէր նման զարգացումների։ Տեսեք, ասենք Միացյալ Նահանգները այդ ժամանակահատվածում ներգրավացել իր համար շատ ավելի կարևոր խնդիրների մեջ, նույն Վենեսուելայի հարցները, հետո Գրենլանդիայի խնդիրը։ Իսրայելը իմ գնահատմամբ այս պայն ընդհանրապես նման ուրեմն պլաններ չուներ, նրանք պատրաստվում են խորհրդանական ընտրությունների, դրան հավելյալ իհարկե երկրի ներսում կամ որոշակի զարգացումներ բյուջեի հաստատման հարցից է կախված կլինեն խորհրդանական ընտրությունների արտահերթ է ժամանակին, հա։ Այսինքն եթե ամփոփելով նշեմ, տեսեք, կար որոշակի իհարկե
կանխատեսում, որ այդ գործողությունները պետք է լինեին, բայց ժամանակային առումով դրանք իհարկե կանխատեսելի չէին։ Եթե իհարկե տանում ենք եւ համեմատում ենք օրինակ նախավերջին բողոքի գործողությունները, որոնք 2022 թվականին են, չէ, Մահսա Ամինեի դեպքի հետ կապված, այդտեղ էլ մեծ հաշվով ոնց որ դժգոհությունը ինքը առկա է հասարակության շրջանում, բայց այդ իրավիճակային պայթյունի պահը հենց եղավ այն դեպքը, որը տեղ ունեցավ քրդուղեք, այսինքն ոստիկանական բաժանմունքում ծեծի արդյունքում, բռնության արդյունքում զոհվել էր, որից հետո գործողություններ։ Այսինքն իրանական, դուք շատ ճիշտ նշեցիք, Իրանի ներսում, իրանական հասարակության ներսում անընդհատ տարբեր պատճառներով բողոքի առիթներ կան։ Եվ ամենակարևորը այն պահն է, որ պետք է հատկապես նրանց, ում անհրաժեշտ է այդ բողոքի գործողությունները, այն կայծն է, որ պետք է լինի եւ որից այդ կրակը բռնկվի։ Իհարկե որոշակի առանձնահատկություններ եւս կլինեն, կան, որոնց մասին կուզեմ խոսել, բայց այս պահին այս փուլում երևի թե ես ավարտեմ։ Շնորհակալություն։ Պարոն Շահնազարյան, Իրանում շարունակական լարվածությունները, այսպես ներքին գործողությունները հաճախ նաեւ լակմուսի թղթի դեր են տանում տարածաշրջանային, արտատարածաշրջանային ուժերի դիրքորոշումները լավագույնս պարզելու համար։ Հիմա մենք ավելի հեռու գտնվող պետությունների դիրքորոշումներին դեռ կանդրադառնանք, բայց հենց հարևան տարածաշրջաններում, Մերձավոր Արևելքում, Իրանի հարևան երկրներում, Պարսից ծոցի պետություններում ինչ վերջին զարգացումները, ինչ ի հայտ բերեցին քաղաքական վարքի տեսանկյունից տարբեր տարածաշրջանային խաղացողների։ Պարոն Պետրոսյանը շատ ճիշտ խնդրի ակնարկեց, դա որ տարածաշրջանային պետությունների մեծ մասը պատրաստ չէր այս իրադարձություններին եւ մանավանդ այդ իրադարձությունների հետևանքով հնարավոր ռազմական առճակատմանը, որովհետեւ գիտեք, երբ սկսվեցին այս իրադարձությունները, երբ դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների, անմիջապես տեղի ունեցավ այդ քարոզչական հարվածները դեպի Իրան։ Իսրայելը Մոսադի պարսկերեն X-ի պաշտոնական հարթակը հստակ հայտարարություն կատարեց, պահը հասել է, ժողովուրդ դուք փողոցում եղեք, մենք ոչ միայն խոսքով եւ հերվից ենք ձեր կողքին, այլ գործնականում փողոցում ձեր կողքին ենք հայտնվելու։ Խոսքը գնում էր այդ այսպես կոչված գործակալական ցանցի մնացորդացի հետ, որոնք մնացել էին 12-օրյա պատերազմից հետո եւ չէին բացահայտված, ինչու՞ չէ նաեւ շատ կարեւոր գործոն կար, դա քրդական անջատողական շարժումներն էին, որ մեծ առանցքային դերակատարություն ունեին այս ամեն ինչում։ Նաեւ եղավ Միացյալ Նահանգների հայտարարությունը, Թրամփը ըստ իր ավանդույթի, ըստ իր վարվելակերպին բնորոշ գծերով սկսեց հոխորտանքները Իրանի դեմ 4 անգամ հարվածելու ենք, եթե զենք գործադրեցին եւ վերջինն էլ որ մնացեք փողոցներում գրավեք այսպես շենքերը, մենք օգնությունը հասնելու ենք։ Սա բարձրացրեց տարածաշրջանում ռազմական դիմակայության, այսպես կոչված հնարավորությունը։ Իրանի պատասխանն էլ համաչափ էր այս բոլորին։ Եվ հստակ էր, եթե դուք գնալու եք ռազմական գործողությունների, ապա մենք այդ ռազմական գործողությունների գինը կտրուկ բարձրացնելու ենք։ Եվ դրանից տուժելու ենք ոչ միայն մենք, դուք, ամբողջ տարածաշրջանը եւ միջազգային տնտեսությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգակիրների, նավթ եւ գազի միջազգային հոսքի 25-30% ապահովում է Մերձավոր Արևելքը, անցնում են Պարսից ծոցով եւ Հորմուզի նեղուցով։ Այդ ամբողջը տեղի ունեցավ եւ դա մեծ մտավախություն էր ստեղծել տարածաշրջանի բոլոր երկրների մոտ։ Պարսից ծոցի արաբական երկրները, ես ուզում եմ հատուկ նշել Սաուդյան Արաբիան որպես ամենահզորը այդ երկրներից եւ առաջատարը եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների ամենաավանդական դաշնակիցը տարածաշրջանում հստակ դիրքորոշում ուներ այս կապակցությամբ չեմ ներքաշվելու պատերազմում, թույլ չեմ տալու իմ տարածքս օգտագործվի Իրանի դեմ հնարավոր հարվածների դեպքում։ Նույնը Կատարը ուներ, որտեղ կա ամերիկյան շատ հայտնի ռազմաբազան,
Իրաքի թեման արդեն պարզ է, Իրաքում շիաների գործոնը ինչպիսի դերակատարություն ունի եւ մնացյալ երկրներն էլ նույնն էր։ Հետաքրքիր դիրքորոշումը, որ մեզ կարող է որ հայկական կտրվածքով հետաքրքրի, դա Թուրքիան եւ Ադրբեջանն էր, որոնք շատ զուսպ մոտեցում ունեին։ Թուրքիան ընդհանրապես չեզոք դիրքորոշում, հռետորաբանությունը պրոիրանական էր, բայց սպասողական դիրքում, որովհետև մենք գիտենք Էրդողանյան վարչակազմի վարքագիծը ինչպիսին է, ցանկացած նման հակամարտությունից փորձ անել, շահել հնարավորը, բոլոր կողմերից շահել հնարավորը, որը կարելի է ձեռք բերել։ Դրանով հանդերձ մի շատ կարևոր խնդիր կար, այսինքն քրդական անջատողական շարժումների ակտիվացումը, Թուրքիա-Իսրայել, հիմա կարող ենք ասենք առերևույթ կամ խորքային հակասությունները, որոնք գոյություն ունեն, պատճառ էին դարձել, որպեսզի անվտանգային այսպես կոչված մարտահրավերները Իրանի եւ Թուրքիայի միջև գոնե այս կտրվածքներով ինչ որտեղ նույնանան։ Եվ սա նաեւ զսպվածության բան էր Թուրքիայի համար, մտահոգության տեղիք էր տալիս Թուրքիա, որ ինչպիսին է լինելու հնարավորությունը։ Նույնը Ադրբեջանի դեպքում չափավոր այսպես կրավորական իշխանությունների կողմից չեզոք դիրքորոշում, բայց լրելյալ ինչ էին անում, հետևում էին բանին եւ սոցիալական հարթակներում, փորձագիտական շրջանակներում, մեդիայի միջոցով փորձում էին նաեւ բարձրացնել այսպես կոչված Իրանի Ատրպատականի շրջանի թուրքալեզու ժողովուրդների իրավունքների իրացման հարցը։ Այսինքն երկու պետություններն էլ սպասողական վիճակում էին, երկու պետություններն էլ Թուրքիայի դեպքում փորձում էր տեսնել ինչպես պիտի դիրքորոշվի, Ադրբեջանը փորձում էր ընթացքին հետևել, եթե այդ ուժի վակյումը տեղի ունենար, եթե քաղաքական քաոսը այնուամենայնիվ տեղի ունենար, այդ դեպքում այդ պանթուրքիստական շարժումները, որոնք հիմա գլխավորաբար սնվում են Բաքվից, հրահանգավորվում են Բաքվից, դրանք անմիջապես կակտիվացվեին։ Որոշ շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, պարոն Շահնազարյանը խոսեց տարածաշրջանային պետությունների դիրքորոշումների այս քաղաքական վարքի մասին։ Եթե փորձենք մի քիչ հեռու գնալ տարածաշրջանից եւ այստեղ առանցքային դերակատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Բոլորից հայտնի Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականությունը, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, բայց այստեղ Վաշինգտոնի, պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը պայմանավորող մի քանի, այսպես ասած, հանգամանքներ կան։ Ինչպես եք դուք գնահատում այդ հանգամանքները Թուրքիայի ազդեցությունը, որտեղ հայտնի է, որ Նեթանյահուի կառավարությունը Վաշինգտոնում պետք է ամեն ինչ անի հարվածելու համար, բայց գոնե Թուրքիայի պետական խոսույթը գնում է նրան, որ իրենք էլ իրենց խողովակներով փորձում են այդ հարվածը թույլ չտալ։ Հավանաբար Թուրքիան երևի կհամաձայնվեք անհանգստանում է Իրանի Իսլամական Հանրապետության հնարավոր հարվածի դեպքում Իսրայելի տարածաշրջանային դերակատարության անհամաչափ մեծացնող, որ արդեն խնդիր կստեղծի իր համար։ Այս համատեքստում որոնք են այն նախադրյալները, որոնք պայմանավորում են, դրդում են Վաշինգտոնի քաղաքական վարկը Թուրքիայի ներգրավվածության պայմաններում։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Ես իրականում երբ որ դադարեցի խոսքս, հենց նկատի ունեի մյուս առանձնահատկությունը նախորդ բողոքի գործողությունների հետ մասով, այս Թուրքիայի Ադրբեջանի ավելի նվազ ներգրավվածությունը եւ ակնհայտ որոշակի սպասողական վիճակը, այստեղ երկու բացատրություն կա, դրանց մասին ավելի ուշ իհարկե կանդրադառնամ, որպեսզի դեր ամբողջական եւ հիմնական հարցի կոնտեքստը չկորցնենք։ Տեսեք, ընդհանուր առմամբ մենք հիմա բերում ենք միայն Թուրքիայի ազդեցությունը Միացյալ Նահանգների որոշումների կայացման վրա, բայց այստեղ վստահ եմ ոչ միայն Միացյալ Նահանգների Թուրքիայի դիրքորոշումներ կարևոր, կարծում որ տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը իր մասով Միացյալ Նահանգների գործընկերների մասին է, իր մասով վստահաբար ազդել է այդ որոշման կայացման վրա, խոսքը եւ վերաբերում է Սաուդյան Արաբիային եւ Կատարին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին, ինչու ոչ նաեւ եթե մի քիչ էլ հեռու գնանք անգամ Իսրայելին, որտեղ Իսրայելն էլ որոշակի խնդիրներ, ես երբ որ նշեցի, ներքաղաքականի մասին նշեցի, բայց այստեղ ռազմական էական հարցերը եւս կային, որտեղ առաջնային թիրախը Իրանի պատասխան գործողություններին լինելու էր Իսրայելը։ Իսկ այն ռազմական հարցերը, որոնք կային տարածաշրջանում, այսինքն ամենակարևոր բանը Միացյալ Նահանգների ներկայությունը, որը հիմա է համալրվում,
Առանց այդ ներկայության, նաև եթե հիմք ընդունենք եւ վերլուծությունը կառուցենք 12-օրյա պատերազմի իրադարձությունները հաշվի առնելով, Իսրայելը միայնակ չէր կարող իր ռազմաօդային ուժերով կանգնեցնել Իրանի հրթիռային հարձակումներ առանց Միացյալ Նահանգների ներգրավված։ Միացյալ Նահանգները չուներ այդ ներուժը այդ պայն, որպեսզի դա կանգնեցներ։ Այսինքն այստեղ եթե ամփոփելով նշեմ, տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր իր մասով Միացյալ Նահանգների դաշնակից իր մասով կարծես թե ազդել է նրա վրա, որպեսզի Վաշինգտոնը չընդունի որոշում այս պահին իրավիճակը թեժացնելու։ Հիմա ինչ վերաբերում է արդեն բուն Թուրքիայի ազդեցության մասով, ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, որ հիմնական գործոնը, որը ազդում է Թուրքիայի շահերի վրա տարածաշրջանային մակարդակում, դա Իսրայելի դերակատարման աճն է, դա որ ակնհայտ է, եւ այս խնդիրը Թուրքիայի օրակարգում արդեն ավելի քան 1 տարի է, երբ որ Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ հաստատի ըստ էության Սիրիայում հաստատվեց այնպիսի վարչակարգ, որը մեծապես համապատասխանում է Թուրքիայի շահերին, եւ Թուրքիան օրինակ անցած ամբողջ տարվա ընթացքում փորձում էր Սիրիայի տարածքում մեծացնել իր ռազմական ներկայությունը եւ որը խոչընդոտում էր Իսրայելի կողմից։ Սա առաջին։ Երկրորդ կարևոր հանգամանքը 12-րդ պատերազմն էր նման արդյունքներով, որը զգալիորեն թույլատրեց Իրանին որպես հավասարակշռող գործոն Իսրայելի դերակատարումը տարածաշրջանում ուրեմն այսպես հավասարակշռող առումով։ Ընդ որում, եթե մի քիչ էլ ավելի հետ գնանք, սկսած 2023 թվականից, երբ որ Իսրայել-Համաս հակամարտություններ ընթանում Գազայի հատվածում, մենք հաճախ այսպես վերլուծում ենք Թուրքիայի հռետորաբանությունը շատ ակտիվ, դրան տալիս են քարոզչական շերտ, որ Թուրքիան փորձում է օգտվել, ասենք, իրավիճակից անընդհատ պաղեստինցիների նկատմամբ իր աջակցությունը հայտնելով, ինքնահաստատվելով կամ ինչ որ մուսուլմանական աշխարհում կամ տարածաշրջանում ինչ որ առաջնորդության հավակնություններ ներկայացնելու, բայց այդքան էլ այդպես չէ։ Վստահաբար Թուրքիայի հիմնական խնդիրը այստեղ Իսրայելից նկատվող լրջագույն այդ ուրեմն մարտահրավերները կանխելն էր, իսկ Իրանը էականորեն այդ ուղղությամբ շատ մեծ ջանքեր էր իրականացնում։ Տեսեք, անցյալ 3 տարիների ընթացքում Իսրայելը մեծ հաշվով կարողացավ իր հարևանությունից հեռացնել իրանական ազդեցությունը։ Հիզբալլահը, Սիրիայի իշխանությունները, նույն Գազայի հատվածում Համաս, իսլամական ջիհադ, Եմենում զգալի հարված հասցվեց հուսիական Ասար Ալլահին 12-րդ պատերազմ, այսինքն Իրանի ազդեցությունը դերակատարում որպես Իսրայելին հավասարակշռող գործոն էականորեն նվազեց։ Իսկ դրան զուգահեռ մեծացավ Իսրայելի ազդեցությունը ամբողջ տարածաշրջանում։ Դրան գումարած Միացյալ Նահանգների այն քաղաքականությունը, որ կար, օրինակ նույն Աբրահամյան համաձայնագրերի, որը փորձում էր քայլ առ քայլ արաբական երկրների եւ Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորում ապահովել, դրանով փաստացի Թուրքիային թողնում էր մենակ Իսրայելի հիմնական ազդեցությունը։ Թուրքիա Իրան, Իսրայելի ազդեցությունը հակակշռելու առումով։ Եվ սա կրկնում դրա համար շատ մեծ խնդիր է Թուրքիայում, այն որում պատահական չէ, օրինակ նույն իսրայելական տարբեր վերլուծական կենտրոններ, վերլուծաբաններ մենակ իրենց տեսանկյունից էլ կանխատեսում են ապագա Իսրայելի հակամարտությունը Թուրքիայի հետ։ Պարոն Շահնազարյանը ճիշտ նշեց, առերևույթ է, թե բովանդակային է երևում այդ հակամարտությունը, բայց ինչ որ մի պահի դա շատ կանխատեսելի հարց է։ Հիմա սրանով է պայմանավորված մեծապես կարծում, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այստեղ վերլուծելու, որովհետև տարածաշրջանում որևէ երկիր այնքան ազդեցություն չունի Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, այո, բայց այդ տարբեր խաղացողների միասնական դիրքորոշումները հիմք հանդիսացան, որպեսզի Միացյալ Նահանգները այստեղ որոշում կայացնի։ Իհարկե, բոլորից ամենաազդեցիկը վստահաբար Իսրայելն է։ Այստեղ երևի թե երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց տվյալ դեպքում Թուրքիայի համար շատ ավելի կարևոր է
նման դիրքորոշում ունեցող Իրանի արկայությունը, չնայած այսքան թուլացած, կան այնպիսի Իրան, որը եւս մտնելու է այն ուղեգծի մեջ, ինչպես օրինակ, այդ չասենք Իսրայելը մյուս արաբական երկրներն են, ծոցի, հատկապես Պարսից արաբական երկրներն են։ Բարձրացն Աստվածի համատեքստում ակնհայտ է, որ դժվարանալու է Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները կամ քաղաքական գործընթացի մասնակցությունը, այն շեշտադրմամբ, որ Ադրբեջանը նույնպես տարածաշրջանում Իսրայելի առանցքային գործընկերն է եւ նաեւ Թուրքիայի առանցքային գործընկերն է։ Եվ այս պայմաններում, երբ որ կա իսրայելա-թուրքական լարվածություն եւ Ադրբեջանը ավելի շատ սպասողի դիրքում է, բայց միաժամանակ Իրանում իսրայելա-ադրբեջանական համայնքի գործողությունների վերլուծությունը կարող է որոշակիորեն պատկերացում մեծ տալ, թե Ադրբեջանի կամ պաշտոնական Բաքվի թեկուզ լատենտ արտահայտող քաղաքական դիրքորոշում ինչ է։ Եթե այս պրիզմայով փորձենք հետևել ադրբեջանական համայնքի գործողություններին Իրանում, ինչ առանձնահատկություններ դրանք կան, արդյոք նախագահի հանգամանքը որոշակի դերակատարություն խաղաց, թե ինչպես ասացիք մեր զրույցի սկզբում հիմնական նարատիվները նրանք ստանում են Բաքվից, բայց այդ իրենց գործողությունների վերլուծությունը մեզ ուր կարող է տանել։ Ես սկզբում հարցին պատասխանելուց ուզում եմ մի հստակ բանաձևում կատարել։ Երբ խոսքը գնում է Իրանի այսպես թուրքախոս ադրբեջանական այդ նահանգների մասին, թուրքախոս են, բայց իրանցիներ են։ Իսկ ինչ վերաբերում է պանթուրքիստական անջատողական շարժումներին, այն պատկերացումը, որ ասենք Իրանի արևելյան ատրպատական որպես գլխավոր նահանգը, որպես կորիզը, Թավրիզը որպես դրա ընդհանրապես այդ ադրբեջանական համայնքի կորիզ համարենք, թե դա, թե արևմտյան ատրպատականը, թե Արդաբիլը, Զանջանը, Ղազվինը, սրանք որ հիմնականում այդ թուրքախոս նահանգներ են, պանթուրքիստական նկարտումներ ունեն։ Դրանք չի նշանակում, որ այդ նահանգների մեծամասնությունը, ժողովրդի ճնշից մեծամասնությունը պանթուրքիստական հակումներն են, ընդհակառակը։ Այն հատվածը, որ այդ հակումներով է տարված, շատ այսինքն ես կարող եմ ասել ճնշից փոքրամասնություն են։ Այլ հարց է, որ նման քաղաքական իրադարձություններում, եթե ուժի վակուում է ստեղծվում, եթե ասենք քաղաքական քաոս է ստեղծվում, դրանց դերակատարությունը կտրուկ աճում է, ազդեցությունն էլ է սկսում աճել massայի վրա։ Այս պարագայում հակառակ քրդական գործունի, որը չափազանց ակտիվ էր եւ կարևոր առանցքներից մեկն էր հակապետական գործողությունների Իրանում, պանթուրքիստական շարժումները, այդ բաները пассив էին։ Ու դա պայմանավորված էր ուղղակի Բաքվի այդ սպասողական քաղաքականության հետ, որ ես նշել եմ, որովհետև այստեղ մի քանի հանգամանք կար։ Նախ հայտնի չէր, թե ուր է գնալու դա։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ կար, մանավանդ 12-օրյա պատերազմից հետո Իրանի փորձագիտական շրջանակները արդեն հստակ խոսում էին Ադրբեջանի որպես տարածաշրջանում Իսրայելի պրոքսի ուժի դերակատարությունը, մանավանդ այդ պատերազմի ընթացքում։ Գիտենք, որ Ադրբեջանի տարածքը ինչպեսի օգտագործման էր ենթարկվել նախքան դա էլ եւ հատկապես 12-օրյա պատերազմի ընթացքում իսրայելական ուժերի կողմից։ Դա շատ կարևոր հանգամանք էր։ Նույնը նաև պետական մակարդակում մենք որ տեսնում ենք քաղաքական գործիչներ, պետական տարբեր գործիչներ ուղղակի երբեմն հաճախ անուղղակի ակնարկում էին դրան ու հստակ խոսույթ կար այն մասին, որ եթե Ադրբեջանը այս անգամ փորձի իրավիճակը լարել, փորձի օգտվել այդ ամեն ինչից, դառնալու է Իրանի հարվածի ամենակարևոր թիրախներից մեկը։ Այսինքն հակառակ դրան թե պատերազմ կլինի, թե չի լինի, Իրանը կարող էր այսպես կոչված զսպող պատժիչ հարվածներ հասցնել Ադրբեջանին։ Ու մենք գիտենք երկու երկրների քաղաքական, ռազմական քաշը թուլացած Իրանը բոլոր խնդիրներով հանդերձ համեմատելի եզր չունի Ադրբեջանի հետ, Ադրբեջանը չի կարող համեմատվել եւ այդ առումով Ադրբեջանը ստիպված էր լինելու մեծ գին վճարել դրա համար այդ զսպված քաղաքականություններ եւ այդ պանթուրքիստական շարժումները հակառակ քրդական շարժումների չափազանց пассив էին։ Եթե անգամ այդ իրադարձությունների պիկ օրերին, այդ 5 շաբթի ուրբաթ օրերի
իրադարձություններում նրանք ներգրավվածություն ունեին, բայց դա տեսանելի ակնհայտ այնպես որ այդ քրդական շարժումներն էին չէր։ Այդ առումով հստակ էր, թե Ադրբեջանը ինչպես է գործում պանթուրքիստական, այսպես եթե մենք ուզենք քննարկենք դա, պանթուրքիստական շարժումները դեռևս пассив դիրքորոշում ունեին, սպասողական դիրքորոշում ունեին Իրանում։ Խոսք գնաց բավականին թուլացած Իրանի կամ թուլացող Իրանի մասին։ Իրանը հսկայական տարածք զբաղեցնող պետություն է եւ իրանական, այսպես ասած, պրոյեկտը, այդ մուլտիկուլտուրալիզմի վրա հիմնված եւ այդ միավորող գործոնը որոշակիորեն այս տարածաշրջանում ամեն դեպքում ստաբիլություն է բերել տասնամյակների ընթացքում։ Կարծիք կա, որ մասնատված Իրանը, շատ թուլացած Իրանը, որը կարող է ուժի վակուում ստեղծել, որը կարող է ուժի հավասարակշռությունը ընդհանրապես չեզոքացնել այս տարածաշրջանում, նույնպես արևմուտքի համար ձեռնտու չէ, որովհետև թուլացած Իրանը կարող է բերել քաղաքական գործընթացի անկանխատեսելի զարգացումների, տարբեր խմբավորումների, այսինքն այս տարածաշրջանը կարող է ավելի շատ ընդգրկվել քաոսի եւ անկառավարելիության ոլորտ, որը միջազգային հարաբերությունների այս ներկա տուրբուլենտ ժամանակահատվածում նաեւ արևմտյան խոշոր դերակատարների համար ընդունելի չի։ Այս դեպքում դուք տեսնում եք վտանգ արևմուտքի կողմից, այսինքն արևմուտքում վտանգի զգացողություն, որ ամեն դեպքում մասնատված Իրանը կարող է բերել ուժի այնպիսի դիֆուզիայի, որը կարող է անկառավարելի հետևանքների հանգեցնել, եւ այս համատեքստում ոնց է գնահատում բանակցային գործընթացը կամ քաղաքական շփումները Ամերիկայի Միացյալ Նահանգների, որովհետեւ մենք տեսանք այս զարգացումների օրերին, որ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հռետորաբանություններ փոխվում, Իրանի ղեկավարների հռետորաբանություններ փոխվում։ Ակնհայտ է, որ փոխվող հռետորաբանության հետևում կա բանակցային գործընթաց, միջնորդավորված կամ ուղղակի շփումներ։ Դուք այսպես ամբողջովին ուղղորդեցիք Նևին պատասխանը ձեր հարցին։ Վստահ կարող եմ ասել, իմ տեղում կարող եք նստել։ Տեսեք, ես այսպես եմ մտածում, ինչու է նաև հապաղում լիովին կիսում եմ հարցի ընթացքում ներկայացած ձեր վերլուծությունը, ես վստահ եմ, տեսեք, Միացյալ Նահանգները նաև ինչու է հապաղում, հատկապես Միացյալ Նահանգները եւ իհարկե տարածաշրջանում ինչու են հապաղում, որովհետեւ չգիտեն ինչ է լինելու, եթե իրենք հասնեն, ենթադրենք վարչակարգի տապ, այսինքն վարչակարգի տապալման հաջորդ օրը որևէ մեկի համար կանխատեսելի չէ։ Ես այս օրինակը հաճախ եմ, որովհետև թեման էլի ակտիվացավ Վենեսուելայի գործողությունները, չէ՞, զուգահեռ Վենեսուելա մինչ հանգիստ գործողություն իրականացրեց, որովհետև այնտեղ կանխատեսել էր ինչ կլինի։ Այնտեղ կար համակարգային ընդդիմությունը, եթե անգամ իշխանության հետ կամ իշխանության ներսում կամ սահմանադրությամբ իրենց այդ իշխանության փոխանցումը տեղի չունենար, կա համակարգ, որը կարող է ստանձնել երկրի ղեկը եւ փաստացի երկիրը տանել ինչ-որ կառավարության։ Իրանի պարագայում դա շատ բարդ հարց է։ Ով է լինելու այն անձը լավ կամ այն համակարգը, որը գալի է եւ փոխարի եւ կարողանա երկիրը ամբողջական պահպանել, հաշվի առնելով այն բոլոր անջատողական տրամադրությունները եւ նաեւ որոնք կան Իրանում եւ որոնց մասնակցել են նաեւ անդրադարձ եղավ այստեղ։ Սա է պատճառը, որ կարծում եմ կա որոշակի զգուշավորություն։ Նույն տեսեք հիմնական այսպես լավներ որպես այդպեսի ներկայացվող ընդդիմության լիդեր Շահի որդին, չէ՞, վերջին Շահի որդին, որ այնուամենայնիվ ինքը իրենով չի կարողանալու, որովհետև երկրում գործում բոլորովին այլ համակարգ։ Եվ եթե խնդիրը դրված անցնցում երկրում տանել իշխանափոխության, հասնել իշխանափոխության, այդ հաջորդ դեմքը, որը ղեկավարի երկիրը, որին կվստահվի երկրի ղեկավարը, պետք է լինի համակարգի ներսից, այլ մարդ չի կարողանա, որտեղ համակարգի փլուզումը ինքը վստահաբար կարող է հանգեցնել նաև Իրանի ընդհանրապես փլուզման այդ ձեր ներկայացրած համատեքստում։ Եվ այստեղ է արդեն գալիս այն երկրորդ վարկածը, որի մասին դուք եք նշում, որ մեծ հաշվով գուցե այս գործողությունները իրականացվում են նաև հաշվի առնելով Իրանի այդ բալանսավորող նշանակությունը, հոգեբանական, ռազմական ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Իրանին բանակցային ուրեմն մակարդակում
մաքսիմալ զիջումների մղելու եւ Իրանի հետ այսպես հատկապես Միացյալ Նահանգների եւ իհարկե Իսրայելի շահի զբխող համաձայնությունը ստանալու, այսինքն Իրան այնպիսի տեսքով որ ներկայում կա, բայց սահմանափակ ռազմական եւ միջուկային կարողություններով։ Իսկ ակնհայտ է գործարքի մասին արդեն մի քանի տարի գոնե սկսած Դոնալդ Թրամփի կառավարման շրջանում եւ հատկապես Իսրայելն էր 2015-16 թվականից հետո, երբ որ միջուկային համաձայնագիրը արդեն ուժի մեջ էր մտել, անընդհատ երբ որ վիճարկում էր դրա արդյունավետությունը, նշվում էր դրա կողքին պետք է լինեն այլ ուղղություններ եւ դա առաջինը իհարկե ընդհանրապես միջուկային պոտենցիալը զրոյացնելն էր, անգամ թույլ չտալը, որպեսզի նույն այդ գիտական, բժշկական նպատակներով Իրանը հարստացնի ուրանը, երկրորդը դա բալիստիկ հրթիռների կամ ընդհանրապես հրթիռաշինության ոլորտներ եւ ընդ որում 12-օրյա պատերազմը ցույց տվեց թե ինչեր Իսրայելը այդքան վախենում չէ, փաստացի հարյուրավոր հրթիռներ անգամ անցնելով Իսրայելի եւ Միացյալ Նահանգների այդքան զարգացած հոբ համակարգերը փաստացի որոշակի թիրախների հաստում։ Հիմա պատկերացրեք ամենավատթարագույն սցենարով այդ հրթիռների վրա միջուկային մարտագլխիկներ։ Իսրայելի տարածքը այնքան փոքր է, որ վստահաբար կորուստները Իսրայելի երևի թե դժվար է թերագնահատել այս հիպոթետիկ մակարդակով։ Կներեք, որ օրին առաջին հայտարարեցին արդեն մարտամաքային այո, տներս արմեն ընդհատեցիք։ Իրանը պատերազմի ընթացքում իր ամբողջ արսենալի 10% անգամ չօգտվեց հրթիռային արսենալից, դա շատ կարևոր հանգամանք է։ Որտեղ իրենք այսինքն 12 օր էր պատերազմը 12 օր տևեց, բայց ակնհայտ է որ իրենք պլանավորել են որ ռազմական գործողությունները շատ ավելի երկարատև կարող է լինել, դրա համար առաջին մի քանի օրվանից հետո հրթիռային հարձակումների այդ ծավալը զգալիորեն թույլատրեցին կրկնում հաշվի առնելով այդ հակամարտության բնույթը ավելի երկարաժամկետ հակամարտության պատրաստելու։ Եվ երրորդ կետը որ կար, դա արդեն ներկայ մեծ հաշվով այլևս գոյություն չունի, դա Իրանի պրոքսի ցանցն էր տարածաշրջանում։ Եվ հիմա բնականաբար արդեն այս ստեղծված իրավիճակում կարծես թե եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ երկու երկրների միջև Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նաեւ ուղիղ շփման հնարավորություն կա, իդեմս Ուիտկոֆ եւ Արաքչի, չի բացառում, որ հիմա կոնկրետ ակտիվացել են բանակցային ինչ-որ փուստ վերային եւ փորձ է արվելու այս պահին գոնե հասնել ուրեմն ինչ-որ պայմանավորվածության, ինչ-որ գործարքի շուրջ, որտեղ այնուամենայնիվ ես էլ կիսվում եմ ձեր տեսակետը, որ նախ կա այլ սցենարի դեպքում, ռազմական սցենարի դեպքում շատ մեծ անկանխատեսելիություն մեկ, երկրորդ իրոք Իրանի հանգամանքը կարևոր է այնուամենայնիվ տարածաշրջանում նույն Միացյալ Նահանգների համար որպես ինչ որ դերակատար խաղացող, որին հակազդելու համար միշտ տարածաշրջանի դաշնակիցները նայում են դեպի Միացյալ Նահանգներ։ Դիցուք օրինակ Իսրայելը, որ այսօր ներկայանում է կամ իրեն ներկայացնում որպես տարածաշրջանում ամենաազդեցիկ խաղացողներից մեկը։ Ձեր նշած հանգամանքներից, եթե նույնիսկ քարոզչական հարթության մեջ նայենք, Միացյալ Նահանգները կարող է պնդել, որ միջուկային զինանոցը կամ միջուկային հարստացված ուրանի պաշարը ոչնչացված է, ցնած իրանական կողմը ասում է, որ բարեհաջող էվակուացրել են, պրոքսի ուժերը չկան եւ գործարքի հասնելու հնարավորությունը ըստ էության մեծանում է որոշակիորեն։ Դե դրան գումարացել, որ երկրի ներսում իրավիճակը բավականաչափ պայթյունավտանգ է եւ եթե ինչ որ արտաքին հարձակում լինի, այդ դեպքում իհարկե շատ անկանխատեսելի կարող է լինել իրավիճակ։ Այսինքն լրիվ համաձայն եմ, որ կա որոշակի առումով գործարքի հնարավորություն, հավանականություն։ Եվ այս երկու ուղղությունները մաղվելու են զուգահեռ։ Ինձ համար կրկնում եմ, այսպես ուղղորդող հանգամանքային է, որ վստահ եմ պարզապես, որ մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը Իսրայելում որևէ իշխանություն գործող իշխանությունը կլինի, եթե անգամ վերընտրվի թե նոր իշխանություն, ինքը ձգտելու օգտվել այդ հանգամանքից, որտեղ ավելի
իսրայելամետ վարչական քան այս վարչակազմը, իսրայելցիներն իրենք չեն փորձում անգամ կանխատեսել եւ փորձում են այս ստեղծված հնարավորությունների շրջանակում հասնել մաքսիմալին, առավելագույնին հնարավոր։ Շնորհակալություն։ Պարոն Շանազարյան, գալով մեր արդեն անձնական հարցերին որպես ժողովուրդ եւ պետություն, մեր համայնքի վիճակը ինչ է։ Տարբեր իրարամերժ եւ նաեւ անհանգստացնող տեղեկություններ ստացանք եւ նաեւ ակնհայտ է, որ այս ոլորտում եւս որոշակիորեն մանիպուլյացիա իրականացվեց։ Մեր համայնքի ուզող խնդիրները, համայնքի անվտանգային վիճակը, հարաբերությունը, ընդհանրապես համայնքային կյանքը ինչ վիճակում է։ Համայնքային կյանքին անդրադառնալով ես պիտի նշեմ, որ չպետք է նախ ուշադրություն դարձնել այդ իրարամերժ հաճախ իրականության հետ ամենահեռավոր աղերսն անգամ չունեցող տեղեկատվության հետ, որը փորձում են տարածել, հիմա գիտենք, հեռախոս, կամերա, Instagram, դու դառնում ես քաղաքական մեկնաբան, ճակերտավոր, փորձում են տարածել, դառնում ես տեղեկատվական աղբյուր, դառնում ես լրագրող եւ։ Դրանց ուշադրություն չպետք է դարձնել։ Այն ինչ որ կա եւ կարեւոր է, հողի վրա մենք կարող ենք անդրադառնալ դրան, դա է, որ յուրաքանչյուր ճգնաժամի պարագայում Իրանում գործող Իրանահայ համայնքի 3 թեմերը, գիտենք, Սփյուռքում թեմական համակարգն է, հայ առաքելական եկեղեցու շուրջ ձևավորվող թեմական համակարգերն են, որ դե ֆակտո կատարում են համայնքի, այսպես կոչված, ազգային իշխանություն, ձևավորում են դա եւ ներկայացուցիչներն են, թե Թեհրանում, թե Նոր Ջուղայում եւ թե Ատրպատակում, այսինքն Իրանի 3 թեմերում այս թեմական համակարգերը ստեղծում են անհրաժեշտ միջոցներ, նախաձեռնություններ, նախատեսում են այդ բոլորը, որպեսզի եթե Աստված մի արածե ինչ որ խնդիր առաջանա համայնքի անվտանգության հետ կապված, կարողանան ժամանակին հնարավորությունների սահմանում եւ ճիշտ համաչափ արձագանքել այդ բոլորին։ Դրա ականատեսը մենք 12-օրյա պատերազմում էինք։ 12-օրյա պատերազմի օրերի ընթացքում էր, երբ հենց Թեհրանի մասին խոսեմ, ստեղծվեց շտաբ, առաջնորդային կազմում, ես ինքս այդ շտաբի անդամ եմ եղել։ Եվ մենք շրջօրյա վերահսկողություն ունենք իրադարձությանը, ինչ է կատարվում, ինչպիսին է համայնքը, միությունները, եկեղեցիները, դպրոցները, համայնքի յուրաքանչյուր անհատ, եթե օգնության կարիք ունի, ինչպես պետք է արձագանքենք այդ ամբողջին։ Նույնը ես կարող եմ ասել տեղի է ունեցել նաև այս ամենան պատասխանատվության, որովհետև կապը կտրված է, ես չունեմ այդ հստակ 100% ինֆորմացիան, բայց փորձը, տրամաբանությունը ամեն ինչ ուշում է, որ նույնը տեղի է ունեցել այս դեպքում։ Դրա հետ զուգահեռ մի շատ լավ ավանդույթ կա Իրանում ձևավորված, որ գործող իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում կրոնական փոքրամասնությունների, այսինքն այն համայնքները, որոնք սահմանադրությամբ որպես փոքրամասնություն գրանցված են, հայկական համայնքը, ասորական համայնքը, հրեական համայնքը, ուզում եմ ընդգծեմ այդ հանգամանքը, եւ զրադաշտական համայնքը, այս կրոնական փոքրամասնությունների անվտանգության ապահովման գործում հատուկ ուշադրություն են դարձնում եւ բնականաբար ես կարող եմ 100%-ով ասել, եթե ինչ որ մեկը փորձեր համայնքի անդորը խախտել, թե ֆիզիկական անվտանգությունը, թե հոգեբանական անվտանգությունը, անմիջապես համաչափ արձագանքը ստանալու էր իշխանությունների կողմից, իսկ ազգային իշխանություններն էլ ապահովում են այդ ամեն ինչը։ Ցավոք սրտի մեկ զոհ ունենք այս դեպքերի ընթացքում, երկրորդ զոհի մասին էլ խոսվում է, ես տեղյակ չեմ 100% թե ոչ, բայց խոսվում է այդ մասին, դա ցավալի երևույթ է, բայց համայնքի ընդհանուր կյանքին վտանգ չի սպառնում այս պահին, ես սա ամենայն պատասխանատվությամբ կարող եմ նշել։ Այլ հարց է, եթե այդ մեր խոսակցության ընթացքում անընդհատ անդրադառնում ենք դրան, ուժի վակուումը, քաղաքական քաոսը ստեղծվի երկրում, այդ ժամանակ հերու չի լինի այն սցենարը, որը տեղի ունեցավ Սիրիայում, Սիրիայի համայնքի հետ կապված, Հալեպի հետ կապված։ Շատ հավանական է այդ սցենարը, պետք է պատրաստ լինենք դրան։ Հուսով եմ, որ նման բան տեղի չի ունենա Իրանում, անդորը կպահպանվի, մեր համայնքի անվտանգությունն էլ կպահպանվի։ Շնորհակալություն, քանի որ արդեն այսպես սահուն ներս մտանք Իրան, տարածաշրջանից եւ արտատարածաշրջանային խաղացողների հարցերը քննարկելուց։ Պարոն Պետրոսյան, որոնք են հիմնական
դժգոհությունների իրավիճակը։ Իհարկե արտաքին միջամտությունը իր հերթին, ազատությունների համար պայքարը եւս, բայց որոնք են հիմնական խնդիրները, որոնք իսկապես հարուցում են դժգոհություն, որոնց վրա էլ արտաքին խաղացողները իրենց սցենարները կառուցում են։ Դե ամենահայտնի եւ ամենաակնառուն, որոնք էլ այս վերջին դժգոհությունների հիմնական պատճառն է սոցիալ-տնտեսական վիճակն է։ Փաստացի հենց այսինքն էլի ուզենք թե չուզենք մենք արտաքին գործոնը չենք կարող բաց թողնել, այսինքն անտեսել, որտեղ նույն այդ սոցիալ-տնտեսական խնդիրներն էլ պայմանավորված են պատժամիջոցներով եւ երբ որ Իրանի դեմ ձեռքեր առնվում ձեռնարկում էր պատժամիջոցային քաղաքականություն, հիմնական նպատակներից մեկն էլ հասցնել այնպիսի աստիճանի, որ այս վարչակարգը ինքը ներսից թուլանա եւ ինչ ոչ նաեւ ներսից փլուզվի, ներքին ռեսուրսի արդյունքում, որտեվ սա իրականում հիբրիդային պատերազմների տրամաբանության մեջ է եւ հիմնական վերջնարդյունքը նման գործողությունները իհարկե նվազագույն միջամտությամբ, այսինքն ցանկալի արդյունքի հասնելն է, իսկ դրա հնարավորությունները իրանում բավականաչափ մեծ են, օրինակ նույն տեսեք տնտեսական պատժամիջոցների մասին նշեցինք մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, քարոզչությունը, տարբեր սահմանափակումները, իրանական հասարակության կառուցվածքը, չէ՞, բազմաթիվ հնարավորություններ են, որոնք ցանկացած արտաքին խաղացողի համար մեծ հնարավորություններ են ընձեռում գործելու եւ իհարկե Իրանի հարևանությամբ տարածաշրջանային շատ մեծ մրցակցությունը։ Այնպես որ եթե ամփոփելով նշեմ ինքս իրանագետ չլինելով շատ խորքային չեմ կարող պատասխանել, վստահաբար պարոն Շահնազարյանը ավելի լավ է տիրապետում խնդրին, բայց հիմնական օրինակ նախավերջինը նշեցինք, որ դա ավելի շատ կանանց իրավունքների եւ ազատությունների մասով է, բայց դրանից առաջ ես հիշում 2018 թվականի բողոքի գործողությունները դրանք էլ էլի սոցիալ-տնտեսական հիմք ունեն կոնկրետ բենզինի գների այսպես մեզ համար գոնե ծիծաղելի թանկարժան կրկնված Իրանում հսկայական բողոքի ցույցերի պատճառ էր, այսինքն ընդհանրապես ես այսպես որպես արևելագետ այսպես կարող եմ նշել, որ արևելքում ներքին իրավիճակի, սոցիալ-տնտեսական իրավիճակի երկրում եղած խնդիրների ամենավառ այսպես պատկերը արտացոլումը դա շուկան է։ Եթե շուկայում կա խնդիր, նշանակում է այդ երկիրը ունի տնտեսական, սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիր։ Իսկ այս վերջին գործողությունները էլի սկիզբ առան Թեհրանի շուկայից։ Սա նշանակում է, որ սա լրջագույն հասարակական, այսինքն բողոքի գործողությունների տարբեր դժգոհությունների լոկոմոտիվ էր, որի վրա, ինչպես արդեն նշեցի, տևական ժամանակ շատ էական խաղադրույքներ էին կատարվում։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, որ ինձ տարան ուսանողության տարիներս մինչև առաջին կուրս, երբ որ մենք սովորում էինք, որ հին արևելքում քաղաքները հիմնականում զարգանում էին շուկաների շուրջ։ Այսինքն քաղաքի առանցքը շուկան էր, եւ փաստորեն հին արևելքից մինչև ժամանակակից արևելք գործընթացի տրամաբանության մեջ շատ բան ըստ էության չի փոխվել։ Որոշակի Իրանը ռեսուրսներ ունի ներքին այսինքն այս պատժամիջոցների ազդեցությամբ կան ռեսուրսներ, որոնք թույլ կտան սոցիալ-տնտեսական իրավիճակը որոշակիորեն մեղմելու։ Այո, կան այդ ռեսուրսները եւ թե փորձագետները, թե հետաքրքիր փաստ կա, որ երկրի գերագույն հոգեվոր առաջնորդը անընդհատ իր ելույթներում շեշտում է տարիների ընթացքում պետք է հետևել առաջնորդի մի քանի տարիների ելույթների հետ կապված այս խնդրի հետ, որ մեր տնտեսության հիմնական խնդիրները բխում են ներսից։ Այնպես չի, որ պատժամիջոցները չեն ազդում, ճնշումներ, դրանք էական նշանակություն ունեն, բայց հիմնական խնդիրը երկրի տնտեսական կառուցվածքն է,
դրա կառավարման վատ մեթոդաբանությունն է, սխալ մեթոդաբանությունն է, ռեսուրսների վատներն է, ռեսուրսների այսպես կոչված ներուժի իրացման շուրջ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելն է, արտադրությանը չխթանելն է, տզրուկային տնտեսություն ընդունված է Իրանում ասել, դա միջնորդությունն է, գնել, վաճառել, միջնորդ դառնալ, չգիտեմ, բորսայում աշխատել, բորսա չէ, այստեղ ընդունված տերմին կա ասում վաուչերների բանով, այդ ամբողջը գնա այդ խաղի վրա։ Այսինքն դու նվազագույն ներդրում ես կատարում արդյունաբերության վրա, ստանում ես առավելագույն շահույթ, բայց այդ շահույթը նախ տարածական չի դառնում հասարակության լայն շերտերի վրա, երկրորդ եւ ավելի կարևորը այդ տնտեսական շահույթը, որ դու ստանում ես, չես ներդնում արդյունաբերության վրա, ինչը կարող է դառնալ երկրի տնտեսության զարգացման լոկոմոտիվը։ Իրանը ունի այդ բոլոր նախապայմանները, որպեսզի ճիշտ կառավարման դեպքում, ֆինանսների եւ հնարավորությունների ճիշտ ուղղորդման դեպքում տնտեսական ասպարեզում հասնել այսպես կոչված տնտեսական իրավիճակի կտրուկ բարելավման 100% խնդիրները կրկնեմ չեն կարող կարգավորվել, որովհետև դրանց մի ստվար մասը նաև կախված է արտաքին ճնշումներից, բայց երկրի տնտեսությունը, երկրի զարգացումը, փորձագիտական շրջանակները անընդհատ շեշտում են, որ այդ երկրի տնտեսության զարգացումը, երկրի խնդիրները տնտեսական եւ դրա հետ ուղղակի ու անուղղակի կապ ունեցող բոլոր հարցերը կապել բացառապես պատժամիջոցների հետ եւ հայտարարել, քանի դեռ այս պատժամիջոցները կան, երկրի տնտեսությունը նույնն է մնալու, սա սխալ տեղ է տանում ու արդյունքները հիմա տեսնում եք 8 տարի շարունակ նախագահ Ռոհանիի կառավարության ժամանակ, երբ ստորագրվեց նաև միջուկային համաձայնագիրը, այդ կառավարությունը հիմնականում մանավանդ երկրորդ 4 տարում երկրի տնտեսության խնդիրները հենց ուղղակի կապում էր պատժամիջոցների հետ։ Մենք վերացնենք դա, կվերանա։ Նախագահ Ռոհանիի առաջին հենց ընտրությունների ժամանակ իր սիմվոլը այդ բանալին էր։ Ես ունեմ այդ բանալին երկրի տնտեսական վիճակը բարելավելու, բայց տեսանք, որ չէ, չստացվեց։ Ներքին ռեսուրսները այո ունեն։ Շնորհակալություն, իսկապես քննարկումը կարող ենք շատ երկար տալ, բայց ցավոք սրտի մեր ժամանակը սպառվում է եւ այս հարցը մեր համար շատ կարեւոր է, նաեւ որովհետեւ Իրանը մեր անմիջական հարևանն է եւ առանցքային գործընկեր երկրներից մեկը։ Ամփոփելով, պարոն Պետրոսյան, կարճ որոնք են այն վտանգները, որ Հայաստանի Հանրապետությունը որպես Իրանի հարևան պետություն, որպես մոտ անմիջական գործընկեր պետություն կարող ունենալ, հաշվի առնելով, որ հակամարտության մյուս կողմին մասնակցում է նույնպես Հայաստանի համար, Հայաստանի արտաքին քաղաքականության շրջագծի համար առանցքային պետություններ, իդեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների, մյուս կողմից փաստորեն որոշակային քաղաքական դիրքորոշումների համընկնում է գոնե մարտավարական բնույթով Թուրքիայի հետ, որոնք են խնդիրները, որոնք ենթակա են կառավարման կարճ առաջիկա զարգացումների համար։ Ամենակարևոր հարցը բնականաբար մեր քննարկման դա է, բայց այնուամենայնիվ մի կարևոր հանգամանք կա փաստելու, որ Հայաստանի Հանրապետության հնարավորությունները շատ սահմանափակ են ընդհանուր իրավիճակի վրա ազդել, որտեղ հակամարտությունը բավականաչափ մասշտաբային է, տարածաշրջանի եւ անգամ գլոբալ մակարդակի հակամարտություն է։ Եվ այստեղ ամենակարևոր հարցը, որի մասին դուք էլ նշեցիք, իրավիճակի կառավարումն է, որը եկև թույլ չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա թիրախ, դառնա գործոն հակամարտության կողմերից որևէ մեկի համար կապ չունի որ մեկի մյուսի դեմ գործելու նպատակով, սա ամենակարևորը, այսինքն մաքսիմալ չեզոքության ապահովումն է։ Ավելին այս պարագայում մենք ցավոք սրտի չունենք, ավել գործիքական չունենք այս իրավիճակում առաջնորդվելու, գործելու, բայց զուգահեռաբար վստահաբար պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարներին։ Դիցուք օրինակ այն հանգամանքը, որ Իրանում ամենավատթարագույն սցենարով գնանք, սկսենք ամենավատթարագույնից եւ գանք ավելի իհարկե ավելի գոնե կառավարելի սցենար է։ Դա Իրանում այնպիսի իրավիճակն է, ինչպես օրինակ մերձարարվելքում Սիրիայում եւ այլն տևական ժամանակ, որովհետեւ ես կիսում եմ վստահաբար պարոն Շանազարյան տեսակետը, եթե
Իրանում հնարավոր չեղավ կառավարել գործընթացը, այդ երկրի կառուցվածքն այնպեսին է, որ հնարավոր է անգամ տասնամյակներով երկիրը խորասուզվի ուրեմն անկայունության մեջ եւ դա վստահաբար տարածվել է բոլոր սահմաններով եւ Հայաստանի սահմանները մեզ համար ուրեմն այսինքն կառավարել այս պարագայում լրջագույն խնդիր է դառնալու։ Սա այսպես բացառագույն սցենարն է նշում։ Հիմա գանք այսպես թեկուս կառավարելի, քան այն կառավարելի սցենար, բայց այնպիսի իրավիճակ, որ օրինակ ներկայում է։ Իրանի ներսում կա կառավարելի իրավիճակ, մեծ հաշվով արտաքին ուղղություններով էլ այս բանի որոշակի առումով կա կանխատեսելիություն, բայց Հայաստանի Հանրապետության համար մենք ունենք լրջագույն խնդիր։ Հարավով դեպի արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհը մեզ համար վտանգված է, եթե չասենք այս բանը գուցե նաև չէր գործում։ Այս օրինակ այս էլ են ամենանվազագույն խնդիրն է, որը այս բարագայում էլ պետք է փորձել գտնել այլընտրանքներ, հա։ Ես կառաջացնեմ այս երկուսը։ Իհարկե միջանկյալ այլ բաներ էլ կան։ Դիցուք օրինակ էլի գնում ենք ամենավատթարագույն սցենարներով, ասենք նույն երկարատև պատերազմի ընթացքում Իրանի մասնակցման սցենար։ Դա ընդհանրապես փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ անվտանգային քարտեզը։ Հայաստանը կորցրել դրանով իր ստրատեգիական նշանակությունը, Հայաստանի համար առաջանում է շատ մեծ անվտանգային սպառնալիք թուրքական գործոնով պայմանավորված եւ այլն։ Բայց այսպես կարճաժամկետ հեռանկարում ես նշեցի այս պահին, անգամ այս կառավարելի իրավիճակում որևէ կերպ չվերածվել որևէ խաղացողի համար հարթակի եւ երկրորդը նայել դիտարկել այլընտրանքներ, որպեսզի այս շրջափակումն ավելի չխեղդի Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն պարոն Այգ, հետաքրքիր քննարկման համար։ Մեզ հատկացված եթերաժամանակը ավարտվեց։ Սիրելի հայրենակիցներ, այս եթերի ընթացքում տարածաշրջան հաղորդաշարի փորձեցինք վերլուծել իրանական վերջին շաբաթների զարգացումների էությունը, դրանց հնարավորությունը տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի Հանրապետության։ Հույս ունենանք, որ մեր հարևան երկրում առաջիկա զարգացումները որևէ կերպ բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորվող անվտանգային իրավիճակի վրա։ Շնորհակալություն։